Տյուրոսի թագավորի անկումը տիրոջ խոսքը հասավ ինձ ասելով. «Մարդու որդի, Տյուրոսի թագավորի վրա ողբ բարձրացրու եւ ասա նրան. այսպես է ասում Տեր Աստված. դու կատարելության կնիք էիր, լի իմաստությամբ եւ կատարյալ գեղեցկությամբ, Եդեմում Աստծու պարտեզում էիր, քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը, սարդիոն, տպազիոն, ադամանտ, ոսկեքար, եղնգնակար ու հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ եւ ոսկի, գործված քեզ համար, քո թմբուկների եւ քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար, դու օծված էիր պահապանքերով բեի նման, եւ ես քեզ այդպիսին կարգեցի, Աստծու սուրբ սարի վրա էիր, հրե քարերի մեջ էիր քայլում, դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, միջև որ քեզանում անօրենություն գտնվեց, քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, եւ դու մեղանչեցիր, եւ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծու սարից, եւ քեզ ոչնչացրի, ով պահապանքերով բե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից, սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը, ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա, քո անօրենությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները, ես քո միջից կրակ հանեցի եւ այն սպառեց քեզ, երկրի վրա քեզ մոխիր դարձրի, բոլոր քեզ նայողների աչքի առաջ, ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողները ապշեցին քեզ վրա, դու սարսափելի վախճանի հասար եւ հավիտյան չքացար,